Եթե հայտնվեր մի ուժ, որը ունակ լիներ լուծել այդ խնդիրը, ես ջանք չէի խնայի նպաստելու նրա հաղթանակին։ Հրաժարականից գրեթե 10 տարի անց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն։ Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին նա հայտարարեց 2007 թվականի հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում։ Այս հանրահավաքի հսկայական էներգետիկան այլևս անհետաձգելի են դարձնում նման որոշման կայացումը։ Ուստի այս պահից ինձ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու։ Նախագահի ընտրությունը նշանակված էր փետրվարի 19-ին։ Ռաֆի Հովհաննիսյանն արդեն երկրորդ անգամ չկարողացավ ստանալ նախագահի թեկնածուի կարգավիճակ վերջին 10 տարվա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունենալու պատճառով։ Արամ Կարապետյանի փաստաթղթերը մերժվեցին վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվելու հիմքով։ Ընտրություններին մասնակցում էր 9 թեկնածու։ Կառավարող ուժի թեկնածու վարչապետ Սերժ Սարգսյանի առաջադրման նախաձեռնողն էր Հանրապետական կուսակցությունը, սակայն նրան սատարում էին շուրջ 10 կուսակցություն, այդ թվում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Բարգավաճ Հայաստանը։ Համախմբում կար նաև Տեր-Պետրոսյանի շուրջ։ Սատարողների թվում էր նաև մերժված թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանի ժառանգությունը։ Տեր-Պետրոսյանին աջակցում էին նաև Ստեփան Դեմիրճյանի ու Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած կուսակցությունները։ Առաջադրվել էին նաև Արթուր Բաղդասարյանը, Վահան Հովհաննիսյանը, Արտաշես Գեղամյանը, Տիգրան Կարապետյանը, Արման Մելիքյանը, Վազգեն Մանուկյանն ու Արամ Հարությունյանը։ Տեր-Պետրոսյանն ու իր թիմը շարունակ դիմում էին օրինաց երկրի առաջնորդին ինքնաբացարկ հայտնելու եւ միասնական թիմով հանդես գալու առաջարկով։ Բաղդասարյանը հակադարձում էր, թե թող Տեր-Պետրոսյանը իր օգտին ինքնաբացարկ հայտնի։ Քարոզարշավի ընթացքում առանձին գործիչներ լքում էին Սերժ Սարգսյանի թիմն ու միանում Տեր-Պետրոսյանին։ Ամենացայտուն օրինակը Սասուն Միքայելյանն էր, որ երկրապահին այլընտրանքային ոգու փորձություն կազմակերպություններ հիմնել ու բացահայտ կանգնեց նախկին նախագահի կողքին։ Քվեարկության օրը ընտրական խախտումների, ընտրակաշառքի, լցոնումների ու կեղծումների մասին հաղորդումները մեկը մյուսին էին հաջորդում։ Դրանց մասին ահազանգում էին տարբեր թեկնածուների վստահված անձինք։ Այնուամենայնիվ պաշտոնական արդյունքներով Սերժ Սարգսյանը համարվեց ընտրված։ Ըստ արձանագրության նա ստացել էր քվեարկության մասնակցածների ձայների 52.82%, Լևոն Տեր-Պետրոսյանը 21.5%, Արթուր Բաղդասարյանը 17.7%։ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ընտրության արդյունքները չճանաչելու մասին։ Ընտրությունների հաջորդ օրը Տեր-Պետրոսյանը հավաք հրավիրեց Մատենադարանին հարող տարածքում։ Առջևում հետընտրական բուռն զարգացումներն էին ու մարտի 1-ի ողբերգությունը։